Աստվածաշնչյան ընթերցանություն Ամեն առավոտ Չարլզ Սպերջեն Նոյեմբերի 1 Քո տան եկեղեցուն Փիլիմոն 1:2 Կա արդյոք քո տանը եկեղեցի, ծնողներդ, երեխաներդ, ընկերներդ, ազգականներդ դրա անդամներն են, թե նրանցից ոմանք դեռ անապաշխար են մնում։ Եկեք կանգ առնենք այստեղ և թող յուրաքանչյուրն իրեն հարցնի. արդյոք ես այդ տնային եկեղեցու անդամ եմ։ Ինչպես կթրթրար հոր սիրտը և ուրախության ինչ արցունքներով կպատվեին մայրական աչքերը, եթե բոլորը մեծից փոքր փրկված լինեին։ Եկեք աղոթենք այդ մեծ ողորմության համար, մինչև այն ստանանք Տիրոջից։ Հնարավոր է Փիլիմոնի մեծագույն ցանկությունն իր բոլոր տանեցիներին փրկված տեսնելն էր, սակայն այն միանգամից չկատարվեց։ Նա ուներ մի անպիտան ծառա, որը հանցանք գործելով փախուստի դիմեց, բայց Փիլիմոնը սկսեց աղոթել նրա համար և վերջապես Աստծո կամքով Ոնեսիմոսը լսեց Պողոս առաքյալի ավետարանչությունը։ Դա դիպավ նրա սրտին, և նա վերադարձավ Փիլիմոնի մոտ, դառնալով ոչ միայն հավատարիմ ծառա, այլև սիրելի եղբայր իր տիրոջ տնային եկեղեցու ևս մեկ անդամ։ Արդյոք ձեր տանն այս առավոտ բացակայող, դարձի չեկած երեխաներ կամ ազգականներ կան։ Աղոթեք, որ նրանք վերադառնան տուն և ուրախացնեն ձեզ բարի լուրով այն մասին, թե ինչ է արել իրենց համար շնորհքը։ Եթե մեր տանը նման եկեղեցի կա, եկեք դրա համար անդադար հոգ տանենք, առօրյա կյանքում բարեպաշտություն, ժրաջանություն, ընկերասիրություն և ազնվություն դրսևորելով։ Եկեղեցուն ավելի շատ պահանջներ են ներկայացվում, քան սովորական ընտանիքին։ Ընտանեկան ծառայությունն այդ դեպքում պետք է ավելի երկյուղած և անկեղծ լինի, ներեկեղեցական փոխհարաբերությունները առավել ջերմ և սրտագին։ Չարժե վախենալ նրանից, որ փոքրաթիվ լինելու պատճառով եկեղեցին չի հայտնվի մյուս եկեղեցիների ցանկում, քանի որ Սուրբ Հոգին այդ տնային եկեղեցին արդեն ներառել է Տիրոջից վախեցողների և նրա անունը պատվական համարողների հիշատակի գրքի մեջ (Մաղաքիա 3:16)։ Իսկ այժմ որպես եկեղեցի եկեք մոտենանք համաշխարհային միասնական եկեղեցու մեծն գլխավորին և նրանից շնորհ խնդրենք, որ փայլենք մարդկանց առաջ իր անվան փառքի համար։